Հոկտեմբերի 28-ին ուղիղ միացմամբ իր աշխատանքն է շարունակում ABC մեդիան, եթերում լուրերի հերթական թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, բարի օր։ Այս ժամի համար առանձնացրել ենք հետևյալ թեմաները։ Զորամասերից մեկում ինչ հանգամանքներում է զինվորը հրազենային վնասվածք ստացել եւ ինչ վիճակում է։ Ոստիկանությունը փորձել է պատարագից առաջ ձերբակալել Փարեն Քահանա Առաքելյանին, փաստաբանը ձայնագրություն է հրապարակել։ Բաքվի դատարանում այս անգամ ուսումնասիրել են Արայիկ Հարությունյանի փաստաթղթերը, ինչ է հայտնի։ Հենրիխ Միխթարյանը լուրջ վնասվածք է ստացել, նա առնվազն 1 ամիս չի խաղա։ Թուրքիայում երկրաշարժ է եղել, 22 մարդ է վիրավորվել։ Եվ այսպես դատախազությունը ընթացք է տվել Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանին վերագրվող տեսանյութի վերաբերյալ հաղորդմանը։ Հաղորդումը ներկայացրել է իրազեկ քաղաքացիների միավորումը։ Հիշեցնեմ, որ 3 օր առաջ հայկական Wikileaks անվանումով նորաբաց Telegram-յան ալիքը ինտիմ բնույթի տեսագրություն էր հրապարակել, դրանք վերագրելով Արշակ arczepiskopos Խաչատրյանին։ Հոգևորականը արձագանքել էր, որ խելամիտ է համարում արհամարել։ Հրադատության նախարար Սրփուհի Գալյանը խոսելով Արշակ arczepiskopos Խաչատրյանին վերագրվող անձնական բնույթի տեսանյութի մասին նշել է, որ եթե դրանք իրական են, չգիտի ով կամ ինչու է դրանք տեսագրել։ Նա միայն ընդգծել է, որ եթե տեսանյութը կեղծ չէ, ապա դրա հիման վրա պետք է ներկայացվի հանցագործության մասին հաղորդում։ Չգիտեմ ով կարող է դա անել եւ կամ չի կարող անել, ես կարող եմ ասել մեկ բան, որ երևույթը ուղղակի անընդունելի է, անձնական կյանքի ցանկացած միջամտություն, հատկապես եթե դա զուգորդվում է որոշակի տեղեկությունների հրապարակմամբ, անընդունելի է եւ ոչ միայն անընդունելի է, այլ նաեւ քրեորեն հետապնդելի է։ Հիմա գործ կա դրանից Ես տեղյակ չեմ քրեական գործ։ Ենթադրում եմ, որ վաղ թե ուշ քրեական գործ պետք է լինի, եթե իրապես խոսքը անձնական կամ ընտանեկան գաղտնի կազմող տեղեկությունների հրապարակման մասին է, եւ եթե տեսանյութը fake չէ, ապա ես կարծում եմ, որ անձինք պետք է պարտադիր հաղորդում ներկայացնեն եւ պարտադիր պետք է քրեական գործ քննեն։ Դիմադիրները նշում են, որ գաղտնալսումներ են վերջի շրջանում, արդյոք չի մտահոգում ձեր դեպքը եւ չեք զբաղվում դրանով, այս համատարած գաղտնալսումների։ Ես ինչով պետք է զբաղվեմ գաղտնալսումներով, խնդրում եմ էլի եթե կարելի է մի քիչ ներքև։ Ինչով պետք է զբաղվեմ ես գաղտնալսումները իրականացվում են կոնկրետ մարմինների կողմից, կոնկրետ նպատակներին համահունչ, իսկ այդ նպատակները կապվում են միայն հանցագործությունների կանխման կամ բացահայտման հետ։ Տոտալ գաղտնալսումները, դրանցով շանտաժը եւ դրանց հրապարակումը դարձել են հայկական իրականության անբաժանելի մասը։ Ամեն օր հարուցվում են նոր գործեր տարբեր գաղտնի ձայնագրությունների հիման վրա, իսկ դրանց միջոցով հաճախ արտահայտվում են արատավորվում են մարդու անունը եւ հեղինակությունը։ Ստացվում է խախտվում է անձնական տարածքի ու կյանքի սահմանը։ Դիտենք ռեպորտաժը, հասկանանք, որոնք են տարածվող ձայնագրությունների հակառակ կողմը։ Վերջերս համացանցը դարձել է հոգևորականների խոսակցությունների եւ անձնական կյանքի հրապարակման թատերաբեմ։ Իրադարձությունների կիզակետում են հոգևորականները։ Սյուժեն նույնն է։ Նախատեսված նյութը տարօրինակ ճանապարհով հայտնվում է համացանցում, ապա սկսում շղթայական ռեակցիայով տարածվել։ Արդյունքում մոռացվում է գլխավորը, որտեղից, ինչպես եւ ինչու։ Վերջին դեպքը Արշակ Սրբազանին վերաբերող տեսաձայնագրության տարածումն է։ Սկզբնաղբյուրը Telegram-յան ալիք է։ Ունենք բավարար գործիքներ ստուգելու համար տեսաձայնագրության մեջ արհեստական բանականություն օգտագործված է, թե ոչ, այս մասին խոսեցինք մեդիափորձագետ Արթուր Պապյանի հետ։ Ունենք բավարար գործիքներ, դա շատ դժվար է, տեսանյութերը ցածր որակի են, այնպես որ կարող են եւ իրական լինել, ես իրական չեմ էլ նայել, ես ուղղակի սկրինշոթերն եմ տեսել եւ համարել եմ, որ հարիր չէ, որպեսզի ես դա նայեմ եւ իրականում ես համարում եմ, որ ցանկացած մարդ, որ այդ տեսանյութերը դիտում է, դրանով իսկ իրականացնում է իրավունքի խախտում։ Ըստ Պապյանի, նման դեպքերի կիզակետում հայտնված տուժող քաղաքացին կարող է դիմել անձնական տվյալների վարչություն եւ ոստիկանություն։ Ավելին, ոչ միայն կարող է, այլ պետք է դիմի։ Առասակ ես կարծում եմ, որ ցանկացած տուժողի, այսպիսի պատմության կիզակետում հայտնված ցանկացած անձ իր քաղաքացիական պարտքն է դիմել համապատասխան
մարմիններին եւ վարույթներ հարուցել, դրանով իսկ ինքը ոչ միայն ինքը իրեն է պաշտպանում, այլ հետագա մարդկանց, ովքեր կարող են ակնալսման կամ այսպիսի ինչ-որ միջադեպի թիրախում հայտնել։ Եթե քրեական գործ հարուցված չէ, ապա դա արդեն լուրջ խնդիր է նաև իրավապահ մարմինների համար, նշում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Դա կամ նշանակում է, որ սրա հետևում կանգնած են իրավապահ մարմինները, որը անթույլատրելի է ամեն կերպ, կամ դա նշանակում է, որ իրավապահ մարմինները անգործության են մատնված եւ չեն հետաքննում այս արտահոսքի հետևանքները, որովհետեւ սա կոնկրետ հանցագործություն է։ Իսկ տեղի ունեցածի արժեքային կողմը մեկնաբանեց մարդու իրավունքների պաշտպանը։ Ցանկացած հարց կարող է դառնալ ժողովրդավարական բանավեճի առարկա, բայց դա չի կարող իրականացվել մարդու իրավունքների արժեքներին հակասող եղանակով։ Անձնական տվյալների պաշտպանության ու մասնավոր կյանքի անձեռնմխելիության նկատմամբ հարգանքը ոչ թե պարզապես իրավական երաշխիքներ են, այլ արժեքներ, որոնց պահպանման մակարդակն ի ցույց է դնում նաև պետական ու հասարակական իրավական մշակույթը։ Դե իսկ գաղտնալսումների ոչ իրավաչափ լինելը հաստատեց Արդարադատության նախարարը։ Իրավաչափ գաղտնալսում իրականացնելու իրավունք եւ հնարավորություն ունեն միայն օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները, ինչը չի բացառում այլ անձանց կողմից ոչ օրինական ճանապարհով գաղտնալսումների իրականացումը, որը եւս քրեորեն հետապնդելի արարք է։ Փաստաբան Մարինե Ֆարմանյանը ծիծաղելի է համարում հրապարակված գաղտնալսումները որպես ապացույց ներկայացնելու միտումը, ընդգծելով, որ ապացույցը պետք է քրեադատավարական շատ լուրջ ընթացակարգեր անցնի։ Ըստ փաստաբանի, քննչական կոմիտեն ունի նաև այլ բաց թողումներ։ Գիտեմ, որ տեսաձայնագրության արժեք սպասանի վերաբերող ոչինչ չեմ կարող ասել, բայց դրա նախորդ գաղտնալսումներով քրեական վարույթ նախաձեռնվել է հերոսային խոսակցություններով եւ ստուգվում է արդյոք ճիշտ են ասել, թե ով ինչ է ասել առանց վարույթ նախաձեռնելու հենց այդ դրա ձեռքբերման եւ հրապարակման համար։ Չպետք է մոռանալ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը երաշխիքներ է ստեղծում, որ մեր անձնական եւ ընտանեկան կյանքը հարգվի։ Մենք ունենք մասնավոր կյանքի անձեռնմխելիություն, ինչ վերաբերում է վերջերս տարածված գաղտնալսումներին կամ տեսաձայնագրություններին, ապա դրանք ամբողջությամբ ապօրինի են։ Այս կարծիքին է փաստաբանը։ Իսկ նախորդին Հովանավանքում տեղի ունեցածը քաղաքական գործիչներն ու հոգևորականները գնահատում են որպես փորձ սպառակտելու եկեղեցին եւ հավատավոր ժողովրդին, հարվածելով մեր ազգային ու պետական կարևորագույն ինստիտուտներից մեկին եկեղեցուն։ Ասում են, իշխանությունը սրանով խաղի նոր կանոններ է դնում, որտեղ այլևս չկան կարմիր գծեր։ Իսկ աստվածաբանները կարծում են, որ մենք ականատես ենք լինում նոր աղանդի ստեղծման։ Ինչ է տեղի ունեցել Հովանավանքում, Սեդա Մակարյանն է ուսումնասիրել թեման։ Ծափեր, վանկարկումներ, բռնություն ու ագրեսիա։ Կիրակնօրյա պատարագը Հովանավանքում հիշեցրեց ոչ թե հոգևոր արարողություն, այլ բողոքի ակցիա։ Աստվածաբաններն ասում են տեղի ունեցածը նոր աղանդի ձևավորման վտանգավոր նախանշան է։ Այս պահին իրենց դուրս են դրել եկեղեցու հաղորդությունից եւ վերածվել են այլևս աղանդի։ Այսինքն, եթե մինչ այս մենք խոսում էինք հայ առաքելական եկեղեցու մոլորյալ զավակների մասին, այլևս պետք է խոսենք ուղղակի աղանդավորական եւս մեկ կառույցի մասին։ Հայ աստվածաբաններն այսօր պատմական զուգահեռ են անցկացնում, հիշեցնելով, որ սա առաջին անգամը չէ, երբ եկեղեցուց փոխվելով փորձ է արվել ձևավորել նոր կրոնական ուղղություն։ Ես հասկանում եմ, դա պատմական զուգահեռ կարելի է ասել դիտարկել թողարկեցների շարժման հետ, բայց երբ որ գոյություն ունեցող հոգևորականության մեջ, ասենք, զայն բարձրացեց ներկայիս խնդիրների մոտավորապես նմանությամբ բարձրացրեցին ցածրագույն օղակի ներկայացուցիչները, որ իրենք պետք է ունենան կշիռ, իրենք պետք է ունենան առաջընթացի հնարավորություն եւ այլն։ Եվ դա վերածվեց հսկայական պատերազմի, պատերազմի, որի մասնակիցները մի կողմից թնդրակեցները ունեին հազարանոց բանակ։ Մյուս կողմից
փաստորեն ամբողջ պոտենցիալը երկրի լարված էր, որպեսզի թոնդրակիցները չկարողանան իրականացնել իրենց ծրագիրը։ Թոնդրակյան աղանդավորական շարժումը ձգտում էր վերացնել բարձրաստիճան հոգևորականությանը, նաև պարզեցնել եկեղեցական ծեսերը։ Ըստ այդ շարժման մարդն ունի մեկ երկրային կյանք, ուստի երկրային արքայությունը պետք է կառուցել երկրի վրա, կարճ ասած, որտեղ հաց, այնտեղ կաց։ Խաչն ու եկեղեցին մերժելով նրանք իրենց պայքարը անվանում էին ազատագրական։ Աստվածաբան Նիկողոս Հովհաննիսյանն ուղիղ նմանություն է տեսնում վերջերս արված հայտարարություններում։ Օրինակ, երբ որ մենք մայիսի 27-ին, որքան հիշում եմ, այս տարվա մայիսի 27-ին Փաշազադեն արեց հայտարարություն եւ անմիջապես մայիսի 28-ին եղավ եկեղեցին Չուլաններ արտահայտությունը։ Եվ դրանից հետո սկսվեց այս ամեն ինչը։ Նիկողոս Հովհաննիսյանը տեսնում է ուղիղ նմանություն այսօրվա որոշ հայտարարությունների ու իշխանության ներկայացուցիչների հռետորաբանության միջև, երբ խոսվում է եկեղեցին մաքրելու կամ թարմացնելու մասին։ Ստորագրում եմ ասած յուրաքանչյուր բառի տակ եւ մեկ նախադասություն եւս կասեմ եւ սրանով կամփոփենք։ Մենք ժողովրդի հետ միասին չքաղաքականացնելով այս ամեն ինչը վեհարանը վերադարձնելու ենք վեհին։ Պատմությունն արդեն մի անգամ տեսել է այս սցենարը։ Թոնդրակյանները կարողացել էին նույնիսկ կարգալույծ անել բարձրաստիճան հոգևորականներին եւ արգելել եկեղեցական ծեսերը։ Բայց նրանց շարժումը երկար չտևեց, կաթողիկոս Սարգիս Ան նրանց հալածեց ու վտարեց երկրից։ Աստվածաբաններն ասում են, նմանատիպ փորձերը միշտ ավարտվել են նույն կերպ։ Եկեղեցուց փոկված շարժումները կործանվել են, բախվելով հավատքի հազարամյա հիմքերին։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Փաստաբան Արա Զոհրաբյանը պատմել է, որ ոստիկանները փորձել են ձերբակալել Տեր Փարեն Քահանա Առաքելյանին, երբ նա պատրաստվում էր գնալ եւ մատուցել սուրբ եւ անմահ պատարագը։ Առաջին փորձը եղել է աշտարակում թեմի առաջնորդարանի դիմաց, սակայն տեսնելով, որ քահանայի ուղեկցողները շատ են, ոստիկանները հեռացել են։ Երկրորդ փորձն էլ եղել է Սաղմոսավան գնալու ճանապարհին։ Զոհրաբյանի խոսքով, երբ ոստիկանները փորձել են ուժով հանել նրան մեքենայից, Հայր Փարենը զանգահարել է եւ նրանք խոսել են բարձրախոսով։ Հայր Փարենը ոստիկանին ասաց. «Ես պատրաստվում եմ Քրիստոսի մարմինն ու արյունը բաժանել իմ հավատացյալներին, որպեսզի ձեր ցավը վերացնեմ»։ Ոստիկանության անզիջում դիրքորոշումը. «Նրանք կգնան 100%-ով, դա անվիճելի է»։ Պնդումները հոդս ցնդեցին Տեր Փարենի համառության շնորհիվ եւ այն ժամանակ, երբ ոստիկանությունը համոզեց, որ Տեր Փարենը գնում է Սաղմոսավանք, այլ ոչ թե Հովհանավանք։ Ես կցանկանայի օգտվել այս հնարավորությունից, հատուկ շնորհակալություն հայտնելու Արագածոտնի մեր բոլոր քահանաներին այս դժվարին պայմաններում իրենց առաքելությանը հավատարմության համար։ Զոհրաբյանը նաև նշել է, որ նախօրեին Հովհանավանքում տեղի ունեցածի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն։ Մենք բոլորս լավ գիտենք, որ սուրբ եւ անմահ պատարագ կատարելու իրավունքը տրված է հայ առաքելական սուրբ եկեղեցուն։ Նույնիսկ երբ պետականություն չենք ունեցել եւ թշնամու զավթման ներքո են գտնվել, միևնույն է, մեր հայ առաքելական սուրբ եկեղեցին է պատարագներ արել։ Ցավալի է, բայց երեք տեղի ունեցավ հենց այդ ծեսի խոչընդոտումը։ Թույլ չտրվեց, որ իրավատու հոգեվորականը հայ շնորհքն իրականացնի կատարի պատարագ, նաեւ խախտվեց մեր ազատ տեղաշարժվելու իրավունքը։ Այս իրադարձություններին հաջորդել է երկրի գլխավոր դիվանագետի հայտարարությունները։ Միրզոյանը հայտնել է, որ Երևանը հրավիրել է Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներին մասնակցելու հաջորդ տարի Երևանում կայանալիք եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Սակայն հրավերը դեռ միայն բանավոր է եւ պարզ չէ, արդյոք Ալիևն ու Էրդողանը կընդունեն եւ կժամանեն Երևան։ Նա նշել է, որ դեռևս դետալները քննարկելու առիթ չի եղել։ Մենք հրավերներ ենք ներկայացրել ու փաստաթղթային դեռ չենք ուղարկել, բայց բանավոր հրավիրել ենք ամենաբարձր մակարդակով մասնակցելու։ Ալիևին եւ Էրդողանին։ Այո։ Իսկ բանավոր քննարկումներ կան, ինչ դրամատրություններ են գալու, չի շարունակվում, այսինքն այս ամենը շատ թարմ է եւ դեռ առիթ էլ չի եղել այս մասին դետալներ կամ ինչ քննարկելու են։ Բայց կարծում եք դա ինչպես կընկալվի հասարակության կողմից հաշվի առնելով։ Կարևոր հարց եք բարձրացնում եւ լեգիտիմ եւ օբյեկտիվ։ Ես կարծում եմ, որ ես այսօր ամբողջ օրը երկու հանձնաժողովներում այդ մասին հնարավորություն ունեցա խոսելու։ Եղել է հակամարտություն, հեղվել է արյուն։ Մեր շատերի սիրելիների ամեն մեկը գոնե առնվազն եթե ողջ ազգական բակից ինչ որ մեկին գիտի կամ ընտանիք գիտի որ տեղել է զոհ իրանց կողմից էլ է եղել զոհեր մենք մեր սերունդը կայացել է մեծացել է մի նարատիվի պայմաններում որտեղ այդ մարդիկ ընկալվել են թշնամի այսինքն ընկալվել է որ իրական թշնամություն է եղել մեր մեջ հիմա
հաշտեցման գործընթացներ, խաղաղություն հաստատվում է միշտ, խաղաղություն չի հաստատվում վարկյանը թշնամանք ունեցող հասարակությունի միջև։ Արդեն մեկ օր է Ծափաթաղի համայնքում շարունակվում են 3 տարեկան Տիգրան Հովհաննեսովի որոնողական աշխատանքները։ Երեխան կորել է տան մոտակայքից։ Համայնքի վարչական ղեկավար Դավիթ Գծուղյանը մեծ հետ զրույցում պատմել է, որ ամբողջ գիշեր շարունակվել են որոնումները, սակայն դեռևս որևէ նորություն չկա։ Որոնողական աշխատանքներին մասնակցում են ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների նախարարության մեծաթիվ ուժեր։ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարման ամբիոնի դոցենտ Սահակ Մանուկյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ իրեն ազատել են աշխատանքից։ Պարզվում է, պատճառը դասախոսության ժամանակ իր բերած օրինակն է, որը ըստ իրեն վիրավորել է իշխող կուսակցության մի падգամավորի արժանապատվությունը։ Դրանից հետո ըստ Մանուկյանի ԵՊՀ ռեկտորը որոշել է իրեն ազատել աշխատանքից։ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով, հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը։ Հիշեցնեմ, որ 2022 թվականի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարել է, որ Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Արեգա բարձրունքը եւ հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին նահանջ հրաման տալու համար։ Իսկ Բաքվում շարունակվում է մեր հայրենակիցների կեղծ դատական նիստը։ Այս անգամ դատական նիստի ժամանակ հրապարակվել են այսպես կոչված տուժողների իրավահաջորդների ցուցմունքները։ Հետազոտել են պաշտպանական կողմի ներկայացրած ապացույցները։ Հարությունյանի անձնագրում դատավորի ուշադրությունը գրավել է 070 կոդը։ Աշխարհի նորություններից։ Թուրքիայի հյուսիս-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժից խուճապի մատնված մարդիկ պատշգամբից ցատկել են, 22 մարդ վիրավորվել է։ Երկրի արտգործնախարարի խոսքով փլուզվել է 3 չօգտագործվող շենք եւ 1 խանութ։ Նահանգում դպրոցները 1 օրով փակվել են։ Թուրքիայի դատարանը նոր կալանքի որոշում է կայացրել Ստամբուլի բանտարկված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ քաղաքական լրտեսության կասկածանքով։ Իմամօղլուն դատվում է մարտից կոռուպցիայի առնչվող առանձին մեղադրանքներով։ Հուլիսին էլ նրան մեղադրանք է առաջադրվել Ստամբուլի գլխավոր դատախազին վիրավորելու եւ սպառնալու համար։ Ստամբուլի քաղաքապետը չի ընդունում մեղադրանքները։ Սիրիայի արտաքին գործերի նախարարության պատվիրակությունը այսօր կժամանի Մոսկվա Սիրիայի դեսպանատան լիարժեք գործունեությունը կարգավորելու, այդ թվում հյուպատոսական ծառայությունների մատուցման համար։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Ճապոնիան եւ Միացյալ Նահանգները ստորագրել են գործակցության հուշագիր կարևորագույն հանքանյութերի ոլորտում եւ հայտարարել հարաբերությունների նոր ոսկեդարի մեկնարկի մասին։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Ճապոնիան Վաշինգտոնից պատվիրել է շատ մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա։ Այսպիսով Տոկիոն եւ Վաշինգտոնը ամրապնդում են ռազմատնտեսական դաշինքը Չինաստանի աճող ազդեցությունը հակազդելու համար։ Մալայզիայում կայացած հարավարևելյան Ասիայի գագաթնաժողովում Չինաստանի վարչապետ Լի Ցյանը կոչ է արել տարածաշրջանային առաջնորդներին պաշտպանել ազատ առևտրի սկզբունքները եւ դիմադրել պրոտեկցիոնիզմին հովանավորման համակարգին։ Նրա հայտարարությունը հնչել է Դոնալդ Թրամփի բարձր մաքսատուրքերի վերաբերյալ ելույթից ընդամենը 1 օր անց։ Չինաստանը Թրամփի տնտեսական քաղաքականությունը բնորոշել է որպես խոչընդոտ համաշխարհային առևտրի հովանավորման համակարգին։ Նույն գագաթնաժողովում Կանադայի վարչապետը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Թրամփին առևտրային լարվածությունը մեղմելու նպատակով։ Թուրքիան եւ Մեծ Բրիտանիան ստորագրել են պայմանագիր Eurofighter Typhoon տեսակի 20 կործանիչ գնելու վերաբերյալ։ Գործարքի արժեքը կազմում է շուրջ 8 միլիարդ ֆունտ ստերլինգ եւ այն ամենախոշորն է վերջին 20 տարվա ընթացքում։ Բրիտանական կառավարության տվյալներով ծրագիրը կստեղծի շուրջ 20,000 նոր աշխատատեղ, իսկ առաջին օդանավերը Թուրքիային կհանձնվեն 2030 թվականին։
Կարիբյան ծովում ձևավորվող Մելիսա փոթորիկը, որ արդեն հասել է 5-րդ կատեգորիայի, սպառնում է դառնալ կղզու պատմության ամենաուժեղներից մեկը։ Ամերիկացի օդերևութաբանների խոսքով, մինչև 280 կմ/ժ արագությամբ քամիները կարող են առաջացնել ավերիչ ջրհեղեղներ եւ սողանքներ։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Գրեթե 2 շաբաթ առաջ ավելի քան 2.5 ժամ տևած Թրամփ-Պուտին հեռախոսազրույցից հետո, որը ի դեպ տարեսկզբից ի վեր 8-րդն էր, հայտարարեցին, որ առաջնորդները կհանդիպեն Հունգարիայում։ Հայտարարությունից հետո Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հաստատել էր, որ արդեն իսկ հրամայել է ստեղծել կազմակերպող կոմիտե գագաթնաժողովը բարձր մակարդակով անցկացնելու համար։ Սակայն այժմ պարզ է Պուտին-Թրամփ հանդիպումը չեղյալ է հայտարարվել։ Ինչու է փակուղի մտել պատերազմը եւ երբ սպասել ավարտին, դիտենք ռեպորտաժը։ Պուտին-Թրամփ հանդիպում չի լինելու։ Միացյալ Նահանգների նախագահը, որ դեռ անցյալ տարի նախագահական քարոզարշավի ժամանակ պարծենում էր, որ իրենից ընդամենը 24 ժամ կպահանջվի Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու համար, չեղյալ է հայտարարել Բուդապեշտում Դաշնության նախագահի հետ նախատեսված հանդիպումը։ Պատճառն ըստ Թրամփի դիվանագիտական ջանքերում առաջընթացի բացակայությունն է եւ զգացողությունը, որ ժամանակն անհաջող է ընտրված։ Չեղարկել ենք նախագահ Պուտինի հետ հանդիպումը։ Զգացողություն կար, որ դա սխալ է։ Ինձ թվաց անհրաժեշտ նպատակին չենք հասնի։ Թեկուզ Միացյալ Նահանգների նախագահը հիասթափվել է եւ կարծում է, որ բանակցությունները փակուղի են մտել, միևնույն ժամանակ նա վստահեցնում է, որ Վաշինգտոնը Մոսկվայի հետ երկխոսության պատոհանը չի փակել։ Թրամփի համար կարևոր է պահել ցանկացած հնարավորություն խաղաղության հասնելու համար, եթե այն իսկապես առաջընթացի դուր բացի։ Վլադիմիրի հետ բանակցությունները միշտ լավ են անցնում, բայց առաջ չեն գնում։ Իսկ պատերազմը երկու շատ ուժեղ կողմերի միջև շարունակվում է։ Մարդիկ մահանում են։ Սա երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենածանր պատերազմն է։ Պետք է կանգնեցնել։ Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը նշում է, որ հանդիպման հետաձգումը պարզապես դրվագային դադար է։ Կողմերը որոշել են կանգ առնել, քանի որ այս պահին խոսելու բան չկար։ Չեմ բացառում, որ Միացյալ Նահանգները ցանկանում է Ռուսաստանի հետ իր հարաբերություններ առանձնացնել ուկրաինական պատերազմից։ Իհարկե նման փորձ Թրամփի վարչակազմն անում է, որպեսզի կարողանա իր հարաբերությունները նաև Ռուսաստանի հետ կարգավորել, առանց դրանք պայմանավորելու իր հարաբերությունների հետ Եվրոպական միության հետ եւ Ուկրաինայի հետ։ Վլադիմիր Պուտինն ասել է, որ խոսքն ավելի շուտ հանդիպումը հետաձգելու, ոչ թե չեղյալ հայտարարելու մասին է։ Երկխոսությունը միշտ ավելի լավ է, քան ցանկացած բախում, ցանկացած վեճ կամ առավել եւս պատերազմ։ Ահա թե ինչու մենք միշտ կողմ ենք եղել եւ շարունակում ենք կողմ լինել երկխոսությանը։ Պուտինին բանակցությունների դաշտ բերելու համար Թրամփը խստացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, սակայն Մոսկվայում այս քայլը գնահատում են ոչ բարեկամական։ Կրեմլի ղեկավարը հայտարարել է, որ նոր սահմանափակումներով Վաշինգտոնը վնասում է ռուս-ամերիկյան հարաբերություններին, որոնք նոր-նոր սկսել էին վերականգնվել։ Այո, պատժամիջոցները մեզ համար լուրջ են։ Իհարկե հասկանալի է, որ դրանք որոշակի հետևանքներ կունենան, բայց միևնույն է, էապես չեն ազդի մեր տնտեսական բարեկեցության վրա։ Իսկ ըստ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, Մոսկվան պատրաստ է շարունակել շփումները, բայց նշում է, որ պատժամիջոցները ոչ միայն խիստ հակաարդյունավետ են, այլև որևէ կերպ չեն նպաստում խաղաղության հաստատմանը։ Մարիա Զախարովայի խոսքով, Ռուսաստանի նպատակներն Ուկրաինայում չեն փոխվել։ Մենք այս քայլը համարում ենք չափազանց հակաարդյունավետ։ Այն վատազդակ է ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում էական առաջընթացի հասնելու առումով։ Եվրամիությունն իր հերթին հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը։ Նոր սահմանափակումներով մինչև 2027 թվականն արգելվելու է հեղուկ բնական գազի ներմուծումը Ռուսաստանից։ Ուկրաինայի նախագահը ողջունել է թե Միացյալ Նահանգների, թե Եվրամիության պատժամիջոցները։ Վլադիմիր Զելենսկիի խոսքով 19-րդ փաթեթի վերաբերյալ որոշումը շատ կարևոր է։ Բայց ամերիկյան պատժամիջոցները եւս շատ կարևոր են։ Սա լավ ազդակ է մյուս երկրների համար միանալու պատժամիջոցներին։ Պետք է շարունակել պատժամիջոցները, մինչև Պուտինը դադարեցնի այս պատերազմը։ Իսկ թե երբ կավարտվի արդեն 4 տարի տևած պատերազմը, Սարգսյանը նշում է։ Դա ամենաբարձ հարցն է, թե ինչ պիտի լինի, որ պատերազմը ավարտվի, որովհետեւ կողմերը կարծես շատ հեռու են։ Չնայած Բուդապեշտում Թրամփի եւ Պուտինի հանդիպումը հետաձգվել է, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ հանդիպման նախապատրաստական աշխատանքները դեռ շարունակվում են։ Անիա Բաղյան, Սվետլանա Պետրոսյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։
Մարզական նորություններից Հայաստանի հավաքականի նախկին ավագ Միլանի Ինտերի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ձախ ազրի մկանի վնասվածք է ստացել եւ առնվազն 1 ամիս չի խաղա։ Մխիթարյանը վնասվածք է ստացել Իտալիայի առաջնության 8-րդ փուլում Նապոլիի դեմ խաղում, որում Ինտերը պարտվել է 1-3 հաշվով։ Նախնական տվյալներով կիսապաշտպանը բաց կթողնի Իտալիայի առաջնության 4 հանդիպում։ Եվ վերջում ոտքի դատարանն է գալիս կատվի համար։ Բոստոնում դատարանը սխալմամբ կանչել է հարցաքննության Փափկամազ անունով մի կատվի, պարզվել է, որ կենդանու տիրոջ անունը համակարգում մուտք էր արվել որպես Փափկամազ կատու, ինչն էլ առաջացրել էր իրավական խառնաշփոթ։ Թեև սխալը արագ շտկվել է, դեպքը դարձել է համացանցային հիթ եւ նոր քննարկումների պատճառ։ Այս ժամի համար առանձնացրել ենք այսքանը, հետևեք մեզ YouTube-ում, Telegram-ում, Instagram-ում եւ Facebook-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc.media.am։ ABC լուրերի հաջորդ թողարկումը կարող եք դիտել ժամը 15-ին։